Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Հրապարակորաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի սրացումներն անգամ ԿՊ-ում չեն մարսում, չեն կարողանում նրա ասած արածների տակից դուրս գալ։ Արդեն քանի օր է պատերի տակ ԿՊ-ականները դատապարտում են նրան, ասում են չէր կարելի օրենսդիր մարմնում ընդդիմադիրներին համբալ անվանել։ Անգամ Փաշինյանի հավատարիմ զինակիցներն են խուսափում խոսել այս թեմայով, կռուտիտներ չեն կարողանում գտնել։ Ոմանք նույնիսկ հայտարարում են, թե չեն հավատում, որ վարչապետը նման բան ասած լինի։ ԲՀԿ-ական նախկին падգամավոր իշխանապողությունից հետո Փաշինյանի հովանու ներքո ապաստանած Սերգեյ Բագրատյանին երեք հարցրեցինք, լինելով նախորդ գումարման խորհրդարանի падգամավոր, հիշում է, որ երբևէ որևէ վարչապետ ընդդիմության ներկայացուցչին թիվ 1 օրենսդիր մարմնում համբալ ասած լինի։ Հարցը լսելուն պես падգամավորը խառնվեց իրար, դիմեց ժեստերի լեզվին, խնդրելով, որ յան տանք իրենից։ Ինքը չգիտի ինչ պատասխանի։ Հրապարակորաթերթը գրում է. Գյումրիում հայտնի միջադեպից հետո մանդատը վայր դրած ԿՊ-ական նախկին падգամավոր Վիլեն Գաբրելյանին նախորդային խորհրդարանի շքամուտքում հարցրեցինք, ինչպես ստացվեց, որ հարբած լինելու համար ձեզ հարկադրեցին հրաժարվել մանդատից, մինչդեռ նոր-նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը տեսախցիկների առջև խմբակային ծեծի ենթարկեց քաղաքացուն, բայց շարունակում է պաշտոնավարել։ ԿՊ-ական նախկին падգամավորը մեր հարցին հարցով պատասխանեց. Բա ով է ինձ մանդատից զրկել, չեն զրկել, այտենց մեկը չկա, որ կարողանա ինձ մանդատից զրկել, այսինքն դուք ինքնակամ եք վայր դրել, ասում են վերևներից է նրանգել, խնդրում եմ էլի, ինքնուրույն եք այդ որոշումը կայացրել, չէ, զենքը դրել են գլխիս, ասել են դիր, եթե չդնեիք կուսակցության վարչությունում քննելու էին ձեր հարցը, ինչ էին քննելու, նյարդայնացավ նախկին падգամավորը։ Հրապարակորաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը, որը նախաձեռնել են մի խումբ հանրային գործիչներ, թեև տեղում դոփում է, բայց ստիպել է, որ բոլորն արտահայտվեն։ ԿՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը նախ հայտարարեցին, որ դեմ են նախաձեռնությանը, ապա Աղազարյանը հայտարարեց, թե քննարկում են ձևաչափը, կմասնակցեն սեփական տեխնացիով, ինչը քննարկելու են իրենց Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցության վարչությունում։ Վարչությունում օրերս հարցը քննարկվել եւ ձայների մեծամասնությամբ ընդունվել, սակայն Հակոբ Ասլանյանը դեմ է։ Նա պարզում է Փաշինյանի հեռացնելը միայն ընտրություններով է պատկերացնում։ Ասլանյանը երեք չհերքեց տեղեկությունը, ասաց, որ դա ոչ մի տեղ տանող գործընթաց է։ Ես սովոր չեմ մասնակցելու մի գործընթացի, որի հաջողությունը եւ իմաստը չեմ տեսնում։ Ես սովոր չեմ խալաստոյի կրակելուն։ Ասլանյանը վստահ է, ժողովրդավար Հայաստանում ոչ մի ԿՊ-ական падգամավոր չի համարձակվի մասնակցել Փաշինյանին հեռացնելու գործընթացին։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. ապրիլի 3-ին Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի 5 խցերում արձանագրված դաժան ծեծի ահազանգից գրեթե 1.5 ամիս անց Արդարադատության նախարար Սրփուի Գալյանը վերջապես այցելել է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ եւ հանդիպել ցմահ դատապարտյալներին։ Հասարակության շրջանում հարցեր են առաջանում, արդյոք սա փորձ է մեղքերը քավելու, իրավիճակը մեղմելու եւ դատապարտյալներին հանգստացնելու, որպեսզի վերջինները զերծ մնան հետագա բողոքներից։ Արձանագրենք, որ ապրիլի 3-ի դեպքի առնչությամբ ՀՀ քննչական Երևանի քննչական վարչության Էրեբուն եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քրեական վարույթ է հարուցվել։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի շուրջ մթնոլորտը ակնհայտորեն թեժանում է։ 2 օր ազգային ժողովում իր տարեկան հաղորդումը ներկայացնող դատախազ Վարդապետյանը կտրուկ ու չոր պատասխաններ տվեց, հարուցելով ԿՊ-ականների դժգոհությունը եւ դառնալով նրանց համար նոր թիրախ։ Ժողովուրդ օրաթերթի ԿՊ-ական աղբյուրների փոխանցմամբ ԿՊ-ի ներսում խմորումները գնալով բունտի են վերածվում։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. ինչու են հավաքվում դատավորները։ Օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն դատավորների ժողով հրավիրելու պատճառն այն է, որ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամներից մեկի տեղը թափուր է։ Դատավորները պետք է հավաքվեն եւ կառավարման խորհրդի դատավոր ընտրեն։ Նշենք, որ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանի հրամանով դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել։
Ժողովուրդ օրաթերթը գրում է. օրաթերթի տեղեկությունների համաձայն հոկտեմբերի 27-ի գործով նախաքննական մարմինը առաջիկայում կհարձակրնի Սամվել Բաբայանին։ Ավելին, դատելով ստեղծված իրավիճակից նախաքննական մարմինը առերեսում կազմակերպի ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանի եւ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի միջև։ Ինչպես հայտնի է, Բաբայանը 2 ամիս առաջ տված հարցազրույցում հայտարարել է, թե 99 թվականի հոկտեմբերի 27-ի ոչրագործությունից հետո իրեն է զանգահարել Ժիրայր Սեֆիլյանը եւ վիրավորական արտահայտություններ հնչեցրել սպանվածներից մեկի հասցեին։ Բաբայանի հարցազրույցի այդ հատվածը օրերս խորհրդարանում հնչեցրել է Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, հորդորելով գլխավոր դատախազին ուսումնասիրել այս դրվագը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց օրենքի համաձայն, որով առաջարկում է 27 տարին լրացած ու պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել քրեական հետապնդումից, փոխարենը ծառայության անցնելով եւ կամ ազատման համար համապատասխան վճար կատարելով ունի հստակ սահմանված գումարի չափ։ Падգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքը հետախուզման մեջ գտնվող 27-ից 37 տարեկան քաղաքացիներին հնարավորություն է տալիս ազատվելու քրեական հետապնդումից եւ անցնելու զինվորական ծառայության ստորև նշված եղանակներով 24 ամիս ժամկետով, 12 ամիս ժամկետով եւ 2.5 միլիոն դրամ բյուջե վճարելով, 6 ամիս ժամկետով եւ 5 միլիոն դրամ վճարելով, 1 ամիս ժամկետով եւ 8 միլիոն դրամ վճարելով, զինվորական ծառայության փոխարեն 15 միլիոն դրամ պետբյուջե վճարելով։